Վերադարձանք գովազդից եւ շարունակենք խոսել ազգային ավանդություններից եւ հենց այս հարցազրույցից հետո հաստատ կիմանանք թե ինչպես պետք է անցկացնենք մեր առաջիկա հանգստյան օրերը, որովհետեւ բում բարեկենդանի տոնն է լինելու Կիրակի օրը, այն հայերի ամենասիրելի տոներից մեկն է, մեծ պահքի առաջին Կիրակին է, որ երջանկության մասին է։ Մեր հյուրն է Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվան մշակութային կենտրոնի տնօրեն Գոհար Գոգոլյանը։ Բարի լույս։ Բարի լույս, շնորհակալություն, որ մեզ հետ եք այս հրաշալի տոնական օրով։ Եկեք առաջիկա Կիրակի մասին խոսենք։ Ինչ է տեղի ունենում։ Առաջիկա Կիրակի մեր հանրապետության բազմաթիվ բնակավայրերում եւ առավելապես Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր գյուղում մեծ տոնախմբություն է լինելու, նշելու ենք բում բարեկենդանը իր բոլոր ատրիբուտներով, տոնական, որոնց մի մասը ցավոք մոռացության է մատնվել, մի մասը վերականգնվել է։ Հիմա մենք եւս մեր գործունեությամբ փորձում ենք մոռացված հատվածները վերականգնել եւ կենցաղ վերադարձնել, որովհետեւ իրապես դրանք հեշտ են, հաճելի են եւ ուրախացնող են։ Այսինքն մարդկանց տոնական տրամադրություն ապարգևող գործառույթներ են։ Երբ մենք ասում ենք բարեկենդան, առաջին բանը, որ հիշում ենք, Թումանյանի հայտնի հեքիաթն է բարեկենդանը։ Ինչքանով է բարեկենդան տոնը, բում բարեկենդանը նման հեքիաթին եւ ինչ ընդհանրություններ կան հեքիաթում եղած բարեկենդանի եւ տոնական բարեկենդանի մասին, ու եկեք խնդրում եմ պատմեք տոնը տոնելու մանրամասների մասին, ինչպես են տոնում տոնը։ Շատ լավ։ Առհասարակ բարեկենդան տոնի ժամանակ դա այն ծիսական ընթացքն է, տոնական ընթացքն է, որ սոցիալական բարքերը ամբողջովին գլխիվայր շուռ էր գալիս եւ երկու շաբաթ էր տևում բարեկենդանը, այսինքն մեծ պահքից առաջ, մեծ պահքի նախորդող երկու շաբաթները բարեկենդանի շաբաթներ էին եւ մեր գեղարվեստական գրականության մեջ, որոնք գրվել են 10-րդ դարի, 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի գրողների կողմից առատորեն նկարագրվում են եւ նկարագրվում են այդ երկու շաբաթները։ Ցավոք Պերսպրոշյանը մի տեսակ մոռացված գրող է դարձել մեզանում, բայց հայկական տոնակատարությունները ուսումնասիրելու համար դրանք հրաշալի ստեղծագործություններ են, որտեղ նկարագրվում է մեր ամբողջ տնածիսական համակարգը։ Հենց թեկուզ վերցնենք Հացի խնդիր վեպը, վերցնենք Սոս եւ Վարդիթեր վեպը, այդտեղ առատորեն նկարագրված են մեր ամբողջ տնածիսական համակարգերը, այսինքն իրենց գաղափարական, հենքը մի կողմ դրած, դրանք շատ հրաշալի ուսումնասիրության նյութ կարող են լինել մասնագետների եւ հետաքրքրվողների համար։ Եվ այդ ամբողջ գլխիվայր շուռ գալը այսպես էր, նախկինում օրինակ հարցները չխոսքան էին, սկեսրարի, քավորի հետ չէին խոսում, բայց այդ օրը կարելի էր ամեն ինչ, հոգևորականները աբեղաթող էին անում եւ կարող էին նաեւ զվարճանալ, երգեր, պարել, ուրախանալ, դուրս գային իրենց ճգնակեցական խցերից, մասնակցել այսպես աշխարհիկ զվարճություններին, անգամ գինի կարող էին խմել եւ զանազան խաղեր կային, որ ազատորեն, օրինակ գյուղի երիտասարդները կամ երեխաները խաղում էին քահանաների հետ, ինչը ամբողջ տարվա ընթացքում բնականաբար չէր լինում։ Հարցները սկեսուրներին էին, այսպես խաղերի միջոցով, խաղիկների միջոցով իրենց սրտի ուզածը ասում, օրինակ արի պարավ քեզի գովեմ, ջաղջեն ելած դև կնմանիս, եւ այդպես իբրև թե անուշ խոսքեր էին ասում, բայց իրականում ասում են ինչ-որ ամբողջ տարվա, ամբողջ տարվա ընթացքում կուտակվել էր իրենց մեջ։ Եվ հեքիաթը, ձեր հիշատակ Թումանյանի հեքիաթը եւ այդ ամբողջ տոնակատարությունները իրար հետ շատ կապ ունեն, այսինքն այդ իբրև թե հիմարացնելը, տանելը, չտալը եւ այլն, հենց շատ նման չեն իրենց ընդհանուր կոնտեքստով, բայց բավականին հետաքրքիր մի գործառույթ է, այդպես հեքիաթի նման մի գործառույթ է Սուտլիկ հարսանիքը, որ բարեկենդանյան խաղերի ամենաբուրըն գործառույթներից մեկն է, որ գեղեցիկ աղջկան ցույց են տալիս, տգեղին են ամուսնացնում, արատավոր տղային պահում են, լավ տղային ցույց են տալիս որպես փեսացու եւ ամուսնացնում են այն մյուսին։ Եվ դա նկատում եք նաեւ Գաբրիել Սունդուկյանի Խաթաբալա պիեսում, չէ՞, որ հավանում են մի կնոջ են տեսնում հավանում են եւ դրա
փոխարեն ուզում ենք եկելին ամուսնացնել։ Այսինքն բարեկենդանը առհասարակ իր զվարճություններից զատ նաև հասարակական արատավոր երևույթները այդ մի երկու շաբաթվա ընթացքում վերհանելու, մարդկանց ցույց դնելու եւ դրանով հանդերձ այդ ամեն ինչը, այսպես կարելի ասել, դե փնովում էին, հա, որ այսպիսի բաներ լավ է որ չլինի։ Ու հետո որ գալիս էր պահոց շրջանը, մարդիկ արդեն սկսում էին մտածել են արատավոր երևույթների մասին, ինչ այդ երկու շաբաթների ընթացքում տեսել են, չէ՞ որ պահքը ոչ միայն սննդակարգի հետ առնչվող ինչ-որ երևույթ էր, այլ նաև հոգևոր ներհայեցողության ժամանակաշրջան էր։ Այս տոնը, ինչպես նշեցիք, համարվում էր արգելված, այն ամեն ինչ արգելված էր, կարծես թե բոլորը անում էին։ Հասկացանք, թե ինչպես էին նշում առաջ, բայց չգիտենք, թե ինչպես ենք նշում հիմա։ Քանի որ կարծես թե հիմա հարցները շատ լավ խոսում են իրենց սկեսուր մայրիկ հայրիկների հետ եւ ինչպես են այսօր նշում այդ տոնը։ Այսօր նշում ենք հրաշալի շատ գեղեցիկ, մենք կոնկրետ Մեղրաձորի մարզամշակութային կենտրոնը ունենալու է փահլևան, ունենալու ենք ձիախաղեր, որ այդ ձիերը մեր գյուղի երիտասարդներն են վարելու, այսպես ամեն մեկը մի ձի հայթայթել են եւ այլն, ինչի համար ես առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել, հա, այս առիթից օգտվելով, որ շատ պատրաստական են մեր բոլոր նախաձեռնությունները, հա, մեզ օգնելու, այդպես երբ որ գաղափար ենք ասում, փորձում են ամեն բան անել, ամբողջ գյուղը, երիտասարդները, տարեցները բոլորը խառնում են իրար եւ բարեկենդան հիմա անդադ ասում եմ Մեղրաձորի մարզամշակութային կենտրոն, բայց մենք այդպիսի մեծ տոնակատարությունները նշում ենք ամբողջ գյուղով։ Այսինքն մարդիկ իրենց մեծ ներդրումն են ունենում տոնը գեղեցիկ եւ բովանդակալից իրականացնելու համար։ Հետո երթը բաղկացած է լինում այդպես դիմակավոր մարդկանցով, որովհետեւ այդ դիմակավորվելը նույնպես բարեկենդանի բաղկացուցիչ մասերից էր դիմակավորված, այդպես թագավոր դատավորի ուղեկցությամբ, էշի ուղեկցությամբ, որը պակաս կարևոր գործառույթ ուներ բարեկենդանյան համակարգի մեջ, հա, այդ բոլորի ուղեկցությամբ, նվագածուների ուղեկցությամբ ահագին երկար տարածություն, այդպես ոտքով քայլում ենք մինչև բուն միջոցառման վայրը եւ այդպիսով կարծես թե գյուղի ժողովրդին են մարդիկ, ովքեր որոշել էին դուրս չգալ եւ մեր տոնակատարությանը չմասնակցել, կարծես թե արթնացնում ենք այդ ուժեղ թմբկահարումներով եւ այլն։ Իհարկե այդ ամեն ուղեկցում է նաեւ ազգագրական երկու պարով, որովհետեւ ժամանակ առ ժամանակ գյուղի տարբեր հատվածներում կանգնում ենք, շուրջ պար ենք բռնում, պարում են հասարակությունը եւ այդպես առաջ ենք գնում ու հետո լինելու է հանրային հյուրասիրություն, ինչը բարեկենդանի անբաժան մասն էր, որովհետեւ բուն բարեկենդանի այդ վերջին կիրակին կոչվում էր նաեւ պատրման կիրակի, որովհետեւ ուտում էին պատրվելու աստիճան, ուտում էին այն ամենը կենթանական ծագման սնունդը, ուտում էին այնքան, որ լրիվ իսպար պետք է վերջանա, որովհետեւ երբ որ գալիս էր պահքը, այլևս դա գործածելի չէր մնում եւ այդպես, գիտեք, մեր ժողովուրդը շատ գրագետ է կազմել իր ամբողջ տնտեսական համակարգը։ Հիմա նայեք, եկել է արդեն գարուն, հա, այն պաշարած իր բերք ու բարիքը, կատնամթերքը եւ այլն վերջանալու վրա է, եւ որպեսզի այդպես տակի մնացորդները չմնան եւ փչանան, չէ՞ որ այն ժամանակ սառնարանային պայմաններ չեն եղել։ Անկամ հիմա սառնարանային պայմաններում հո չեն կարող անսահմանափակ ժամանակով ինչ-որ մթերք պահել, չէ՞։ Եվ որպեսզի չմնա ու չփչանա ու չթափեն, այ եկել է բարեկենդան տոնը, իրենք կերել, վերջացրել են, մաքրել են բոլոր ամանները, լվացել, շարել են եւ դրանից հետո քանի որ օրինակ կատնամթերք դե չէին օգտագործելու, չէ՞, արդեն սկսում էին ամբարել, սկսում էին խնոցի հարել, պանիր գցել, մնացած այնպիսի մթերքներ պատրաստել, որ արդեն կամաց-կամաց պետք է պատրաստվեն հաջորդ ձմռանը, հաջորդ աշնանը, որ հարսանիքներ անեն։ Այսինքն այդ ամենը շատ չափազանց կարգավորված է եղել մեր ժողովրդի մեջ։ Թվում է թե պարզունակ ինչ որ կենցաղավարություն է ունեցել այ ժողովուրդը, բայց ոչ, երբ որ ուսումնասիրում ենք, հասկանում ենք, թե ինչքան հարուստ մտավոր պաշար է ունեցել իր առօրյան, իր կենցաղը ճիշտ կազմակերպելու համար։ Այ խոսեցինք սննդից, ուտելիքներից, ուտեստներից։ Ինչ ուտեստներ կան, վստահաբար կան, չէ՞, հենց հատուկ խորհրդանշող բարեկենդանը։
Առհասարակ բոլոր տեսակի կենդանական ծագման ունեցող մթերքները շատ հարգի էին, բարեկենդանի օրը նաև անում էին մատաղ, գյուղով հանրային մատաղ էին անում եւ գյուղով վայելում էին իրենց իսկ այսպես գումարով, զոհաբերությամբ գնված այդ անասունի միսը տարբեր կերակրատեսակներ էին պատրաստում, մենք կոնկրետ հարիսա ենք պատրաստելու անմահական, արդեն մի քանի տարի շարունակ, այդպես մարդիկ սիրով գալիս են եւ վայելում են մեր հարիսան, դրսում վառարաններ են դրված լինելու, այդ հարիսան միշտ տակ, կացայով վրան դրված, ովքեր ուզում են գալիս են, հյուրասիրվում են, ավանդական այդ պլեջ կոչվող, հա, համեցեք մեծ սիրով, թեյնիկներով այդպես բուսական թեյերն են վառարանների վրա դրած լինելու եւ մենք ունենալու ենք մի շատ գեղեցիկ մշակութային այսպիսի հատված մեզ հյուր է գալու Արար կրթամշակութային հիմնադրամի Գավառում գործող ստվերային թատրոնը, որը իր ներկայացումը կատարելու է մի քանի ժամ առաջ, արդեն այսպես վառել էին, հաց են թխել թոնիրի մեջ եւ այլն, այդպես գոլ հացատան մեջ։ Պատկերացնում եք այդ մրոտ պատերի հացատան գեղեցիկ կահկարասի ֆոնին երեխաները ներկայացնելու են ստվերային ներկայացում եւ դա հրաշալի է։ Մենք այդպիսի փորձելի ենք ունեցել Սեբաստիացի կրթահամալիրի հետ եւ փորձում ենք ամեն տարի պահել, բայց նորանոր հյուրեր ներգրավելով, որպեսզի ինչքան հնարավոր է շատ մարդիկ գան Մեղրաձոր եւ տեսնեն մեր հրաշալի գյուղը։ Շատ ողջունելի է, որ Մեղրաձորում այսպիսի հին ավանդույթները պահպանվում են եւ այսպիսի մեծ շքեղությամբ, տոնակատարությամբ նշվում են։ Իսկ դուք գիտեք այլ գյուղեր, տարածաշրջաններ Հայաստանում, որտեղ որ եւս պահպանվել է բարեկենդանը եւ հիմա նշում են։ Այո, տարիներ առաջ մի նախաձեռնություն կար Նավակատիկ էր կոչվում, որը իր ծրագրի շրջանակում բազմաթիվ գյուղերի այսպես տվեց գիտելիքներ, խրախուսեց, որպեսզի իրենց գյուղերում շարունակվի, օրինակ հիմա Խաչիկ գյուղում, Գանձակհար գյուղում, Տավուշի մարզի Մովսես գյուղում շարունակում են այդ տոնակատարությունները նշել եւ հիմա արդեն գոյություն ունի 1000 վահան կրթամշակութային ծրագիրը, որի այսպես դասընթացավարներից մեկն էլ ես եմ։ Մենք շրջում ենք Հայաստանի սահմանամերձ բնակավայրերով եւ մարդկանց տալիս ենք տնտեսական այդպես մշակույթի մասին գիտելիքներ եւ հետո որպես հետադարձ կապ, հա, խրախուսում ենք, որ այսինքն ոչ միայն խրախուսում ենք, այլ իրական աջակցություն ենք ցուցաբերում, որպեսզի նրանք եւս կարողանան տոները, ծեսերը նշել։ Այսօր հենց այսօր ժամը կարծեմ 1:30 Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում մեծ Տյառնընթառաջի տոնակատարություն է տեղի ունենալու եւ այդ ամբողջ տոնակատարությունը համախմբումը տեղի ունեցել հենց հիշատակած 1000 վահան ծրագրի տված գիտելիքների հիման վրա։ Ինչպես հասկացա, դուք հիմա նախապես ծրագրավորում եք ամբողջ օրը, թե ինչպես պետք է անցնի բուն բարեկենդանի տոնը։ Իսկ արդյոք հին ժամանակներում նորից նախապես ծրագրավորել են, թե տոնը եղել է ինքնաբուխ եւ մարդիկ ինքնաբուխ մասնակցել են տոնին ու ամեն ինչ արել են, որպեսզի տոնը լիարժեք ուրախացնի։ Գիտեք, հին ժամանակներում չի եղել ոչ օրացույց, ոչ ժամացույց։ Եվ այսինքն գոնե թե գյուղական միջավայրում չեն ունեցել մարդիկ, իհարկե եղել է ժամացույցի եւ օրացույցի գյուտը, մարդիկ գիտեն, որ գարուն է, աշուն է, օրվա օրերը, ամսա օրերը գիտեին եւ այլն, բայց մարդիկ իրենց բնական զգացողություններով են արդեն հիշել, թե օրինակ հիմա գալիս է բարեկենդանի ժամանակը, հիմա գալիս է համբարձման ժամանակաշրջանը, չէ, այսպեսի մի զվարճալի պատմություն կար, որ քահանան, երբ որ պահքը սկսվում է, պահքի շաբաթների թվին համապատասխան լոբի է լցնում գրպանը, լոբու հատիկներ, որ ամեն շաբաթ մեկը հանելով իմանա, թե երբ է գալիս զատիկը, հարցները չարաճճիություն են անում եւ մի քանի լոբի ավելացնում են, գյուղացիներն ասում են, «Տեր հայր, երբ է գալու զատիկը», ասում են, որ գրպանից լոբիներին եմ նայում ու մեծ տարի զատիկը մայիսին հազիվ գա։ Հիմա այդ առումով մարդիկ ուղղակի բնական իրենց զգացողություններին տուրք տալով եւ այդ տեսակատարություններն են կազմակերպել, ամեն մեկը իմացել է, թե ինչ անի, որ ավելի հետաքրքիր եւ զվարճալի դառնա իր օրը, իր առօրյան, իր կենցաղը եւ այդ ամենը նաեւ տարածվի իր հարևան բարեկամների, դրկիցների, հա, վրա։ Այդ պատճառով բնականաբար նախկինում տոնը այդպես հստակ պլանավորված չի եղել։ Հիմա երբ որ մենք հայտարարություն են գրում, օրինակ
մեղրաձորում լինելու է բարեկենդան, բոլորն ասում են, բայ ժամանցն է վերջանալու, որ իրենց գնալ գալը կազմակերպեն, այն ժամանակ հյուրեր չեն եկել դրա համար հատուկ գյուղ, իրեն գյուղը գյուղացիների հետ այնպիսի մի տոնակատարություն է արել, որ կարծես թե աշխարհի ժողովուրդն է հավաքել, բայց ընդամենը իրենք են իրենց գյուղացիները, այսինքն այն ժամանակ, երբ որ աղջիկները տնից դուրս չեն եկել ուրիշ օրերի ընթացքում, միայն աղբյուրը ջրի են գնացել, այդ օրը ամբողջ գյուղը մեծով փոքրով դրսերում է եղել, հրապարակներում, հարևանների բակերում եւ այլն, այդ պատճառով ահռելի բազմություն է եղել, ասում եմ, այդ ժամանակ նոր իմանում ենք, թե ինչքան շատ ժողովուրդ էր ապրում մեր գյուղում, հա։ Իհարկե նաև չմոռանանք բարեկենդանյան կարևոր կերպարները, դա ուտիստատն է եւ պասպապն է, ուտիսը ամբողջ բարեկենդանի խորհրդանիշն էր, այսպես կարմրաթուր տատիկի կերպարով ձեռքին շերեփ ուներ, պտտվում էր ամենուր եւ կերակրում էր, որ գալիք 50 օրերի ընթացքում դիմանային, հա, այդ խստակենցաղությանը եւ պասպապն էլ ընդհակառակը տատիկի հակառակ կերպարն էր, որ շրջում էր եւ տատիկին զսպվածության կոչ էր անում, որ հա հերիք է կերակրես, որ այս մարդիկ կարողանան իրենց օրգանիզմը սովորեցնեն, հա, խստակենցաղությանը, պահքի խստակենցաղությանը։ Հիմա մենք դրանց տեխնիկների տեսք ենք տալիս, հնում կան այդպես գեղարվեստական հիշատակություններ, որ այդպես իսկական խաղացել են։ Հիմա մեզ մոտ Մեղրաձորում նույնպես խաղալու են այդ ամեն ինչը, բայց նաև մենք ունենում ենք տեխնիկային դրսևորումներ, որոնք երեխային եւ տալիս են մեզ մոտ մշակույթուն հաճախող երեխաներն իրենք իրեն ձեռքով են պատրաստում մանկավարժների ուղղորդմամբ եւ այլն, եւ գիտելիք ենք տալիս թե ինչ բան են այդ տեխնիկները, որովհետեւ դեցիսական տեխնիկները շատ տարբերվում են սովորական խաղատեխնիկներից։ Եվ իհարկե զարգացնում ենք երեխաների մտավոր գեղագիտական ընկալումները։ Այդպես պասպապը պատրաստում ենք խստահայաց ծերուկի տեսքով, որի ոտքին ամրացնում ենք սոխ կամ կարտոֆիլ, վրան 7 փետուր, որը խորհրդանշում է պահքի 7 շաբաթները, սև կամ սպիտակ, այսինքն քանիսն են ձմեռային սպիտակ փետուրները, եւ հետո որ ձյունը հալվում է ու հողն է բացվում, հողը խորհրդանշող սև փետուրները արդեն, եւ թևերից կապում ենք քարեր ընտանիքի թվին համապատասխան, որ ով որ խախտի պահքը հանկարծ այդ խստահայաց ծերունին քարերով կպատժի նրան ու կծու պղպեղ էին կախում նրա գոտուց, դրա համար պասպապը տարբեր ազգագավառներում տարբեր անուններ է ունեցել, մրմռաս, այդ կծու պղպեղի մրմռասնելու կամ ֆրֆռիկ, որ կախում էին օճորքից, դռան բացվել փակվելուց եւ այդ երթիկի բաց լինելուց, հա, տատանվում էր եւ այդպես պտտվում էր շարունակ։ Եվ ամեն շաբաթ մի փետուրը հանում են, կարծես թե օրացույցի դեր էր կատարում արդեն պասպապը։ Նույնը նաեւ տատին ենք այդպես պատրաստում եւ երբ որ գալիս է արդեն ժամանակը, պետք է ըստ ավանդույթի պետք է տանենք բարձր մի տեղից գլորենք ներքև, որի ժամանակը անցել է, վերանագնա, բայց ուտիստատը եւս ունի էլի ժամանակաշրջան, զատիկին նա հետ է գալիս արդեն, որովհետև պահքը լուծվել է եւ արդեն զատկական կերակուրները անուշ անելու ժամանակն է եկել։ Շատ լավ։ Հասկացանք, թե ինչպես է Մեղրաձորը նշելու այս տոնը, բարեկենդանը։ Իսկ եթե մարդը օրինակ չի կարողանում, մարդիկ չեն կարողանում, ինչ-ինչ պատճառներից ելնելով գան հասնեն Մեղրաձոր, որպեսզի այս գեղեցիկ տոնը նշեն, մի քանի խորհուրդ, ինչպես նշել այս տոնը ընտանիքում, իրենց տանը, ինչպես նշեն, որ ուղղակի այս տոնը չվերածվի սննդի տոնի, այլ ունենա նաև իր հոգևոր խորությունը։ Բարեկենդանը այն բացառիկ տոներից է, որ կարող է վերածվել սննդի տոնի, ինչպես ասացինք, այն պատրվան կիրակին հիշում ենք, այդ ասում են բարեկենդան, փորեկենդան, այնքան էին ուտում, մինչև իբրև թե փորները կենդանություններ առնում։ Բայց իրականում բարեկենդանը, բարեբախտաբար հիմա օրինակ մեր դպրոցական ծրագրում բարեկենդանյան երգերից շատ կան եւ երեխաները դպրոցում սովորում են եւ բավականին լավ են սովորում։ Սամվել գիտես բարեկենդանի երգերից։ Այսօր ուզում եմ անպայման երգես ու չես երգում։ Ես երգում։ առանձին երգեմ անպայման, չէ, ցավոք սրտի չգիտեմ։ Այ որոնք են այդ բարեկենդանի նվիրված երգերը։ Բարեկենդանի տոնի ժամանակ կատարվող լավագույն եւ ամենահեշտ երգը գացեք տեսեքն է։ Իդեպ դա շատ
հետաքրքիր է, ես շատ սիրում եմ այդ ոճի ստեղծագործությունները, այն Թումանյանի ես այն տունն է, որ շինել է Վարպետ Օհանը եւ այլն։ Այդպես երեխայի միտքը չափազանց զարգանում է։ Հիմա գացեք տեսեք ով է կերել թուփը, գացին տեսան էծն է կերել թուփը, գացեք տեսեք ով է կերել էծը, գացին տեսան գելն է կերել էծը։ Ու բոլոր քարյակները նորից սկզբից մինչև վերջ երգում են ամեն անգամ մի կենթանու ավելանալուց հետո գացեք տեսեք ով է կերել էծը, գացին տեսան գելն է կերել էծը, գելն ու էծը էծն ու թուփը թուփն ու այգին մեզ բարեկենթան ձեզ բարի զատիկ, գացեք տեսեք ով է կերել գելը, գացին տեսան արշն է կերել գելը եւ այդպես արջը գելը թուրը, ժանգը, եղը, մուկը, կատուն, փեսան եւ վերջապես հարսը, որ ուտում է այդ բոլորին։ Եվ երեխաները ամեն անգամ դա ասելուց, արդեն երբ որ հասնում ենք վերջը, այնքան արագ են ասում եւ չեն շփոթվում դրա մեջ։ Այս երեխեքի ուղեղը անչափ մարզող, հա, երգ է։ Հետո Սուտիկ հարսանիքին առնչվող երգերը, այլիհոները, եկանք այլիհո, բարով եկակ այլիհո, ինչու եկակ այլիհո, աղջկա տեսի, աղջիկ չունենք այլիհո, տեսել ենք տեսել այլիհո եւ այսպես սկսում է սակարկություն անել, ասում են, բա ինչով եք եկել, տեսնենք ինչ կարողության տեր եք, ասում է պոչատ հավով, պռատ գարով, տատիս տատի, ծակված թավով։ Վայ, ծակված թավով եկածողին աղջիկ կտանք, իհարկե չենք տա, դե լավ, եկեք ձեզ ինչ խոստանանք, քեզի գիտամ մաղն ոսկի, ինչ ենք անում մաղն ոսկի, մաղը ծակվի, ոսկին թափի չենք բարիշի խնամի, այսպես արծաթը, ոսկին, մի գոն ոչխարը մերժելուց հետո վերջապես համաձայնում են մի փարջ գինով իրենց աղջկան տալ։ Դուք տեսնում եք այս ամեն ինչի, հա, հակադրությունները։ Եվ այս ամեն ինչը եւ այս երգերը հրաշալի երեխաները գիտեն եւ դա կարող է ընտանիքի անդամները հրաշալի օգտագործեն, որ եթե չեն կարողացել վերկենալ գալ Մեղրաձոր կամ մի որևէ ուրիշ բնակավայր, հա, ընտանեկան շրջանակում դա ցավոք հիմա ընտանիքները մի քիչ այսպես աշխատանքի բնույթից, տարբեր զբաղվածությունների բնույթից ելնելով չեն կարողանում որևէ ժամի կոնկրետ, հա, համախմբվել։ Դա շատ քննարկվող իրավիճակ է, բայց դա այս տոնական երգերը, պարերը, խաղերը, խաղիկները, որ արդեն մատաղ սերունդը դպրոցից, մշակույթի տներից սովորում է, կարող են հրաշալի օգտագործել ընտանեկան այդ ջերմ միջավայրը ապահովելու համար։ Շնորհակալություն զրույցի համար։ Դե ինձ սիրելի հեռուստադիտող, այսօրվանից սկսենք տոնել այսօր դյարն ընթառաջ, իսկ Կիրակի օրը արդեն բում բարեկենթան է։ Ինչքան կարող եք կերեք համեղ սնունդ, ինչքան կարող եք վայելեք այս օրերը, որովհետև երկուշաբթի օրվանից սկսվելու է մեծ պահքը։ Եվ մենք երկուշաբթի օրը իհարկե կանդրադառնանք նաև մեծ պահքին, կզրուցենք մեծ պահքի մասին, իսկ հիմա շարունակելով մեր եթերը, գնանք գովազդ դիտելու միասին, հետո վերադառնանք, մնացեք Շանթի եթերում։